Հարգելի իմ գործընկերներ, եկեք այսօր որոշենք, թե ինչպես խոսենք հանրահավաքի ընթացքում, որպեսզի ժողովուրդը մեզնից գոհ մնա։ Ես գիտեմ ինչա պետք անել, ես ասեմ, էլի պարոն նախարար, կլինի ես ասեմ։ Արա, այ դոձիկ, դու սուս մնա, ես են մարդուն էի հարցնում, դոձիկ։ Դառա ջան, դու ինչ կառաջարկես, որ մենք ասենք։ Շեֆ, իմ ուղեղը գիշերն ա լավ աշխատում տեղաշորի մեջ, ուզում ես գիշերը ես քեզ առաջարկեմ ինչ ասես։ Ինչ էլ է, որ գիշերը կորոշենք, գիշերը գալու թեժ է լինելու, ոնց որ ասում են, այ չէ դոձիկ։ Գիտեք, նայած ինչ պայմաններում այդ պլանը որոշեք, ես չեմ հավատում, որ դուք ինչ-որ նորմալ ձև եք որոշելու։ Դե լավ, արդեն ուշ է, ես գնացի, ստեցություն ձեզ։ Դե կյանքը սարի մենք է հելնենք, արդեն մութը ընկնում ա։ Կյանքս շլանես։ Սանես բաներ կասեմ սրան, էսի վաղը խայծառակ կլինի։ Ու էտա, ես կդառնամ արդեն գլխավոր անձը։ Կյանք բասա, ինչ ասեմ, վաղը որ լավ լինի։ Ուրեմն լսի ինչ կասես։ Տրեք ինձ եւ ես խոսք եմ տալիս, առաջինը կսկսեմ ասֆալտապատելուց, կօգնեմ բոլորին, կասֆալտապատնեմ դպրոցները, փողոցները, շենքերը, ֆուտբոլային մարզադաշտերը, չէ որ դուք ես դա եք ցանկանում, որ մեր երկիրը լինի ասֆալտապատված, բոլոր կանաչ տարածությունները կասֆալտապատեմ, անպայման։ Ամոթ, հեռացիր։ Սա թող դաս լինի այն մարդկանց համար, ովքեր չունեն սեփական կարծիքն ու մտածելակերպը, մտածեք ինքներդ, եւ վերջում բաժանորդագրվեք մեր վիդեոներին, սեղմեք լայք եւ թողեք հաղորդագրություններ։